Ողջույն սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք, գիտեմ, որ սպասում եք վլոգի, հատկապես երեխայի ծննդյան վլոգին, բայց ինչպես տեսնում եք ձեր էկրաններին այլ կադրեր են, քանի որ հիվանդանոց գնալուց առաջ ես պատրաստում էի լրիվ այլ վլոգ, էլի տան հետ կապված, այստեղ գնացել էի IKEA, անում էի վերջին գնումներս, ինչը որ պակասում էր, որպեսզի վերադառնայինք տուն, միասին ավարտեինք մաքրությունը եւ արդեն ձեզ ցույց տայի տունը մաքրված, դասավորված, կահավորված վիճակում, բայց ցավոք այդպես է չհասցրեցի, որովհետեւ գործերը գրեթե ամբողջությամբ ավարտելուց հետո գիշերը անսպասելի պետք եկա, որ ես տեղափոխվեմ հիվանդանոց ու այդպես էլ չնկարեցի տունը արդեն պատրաստի վիճակում, երևի թե ապագայում արդեն վլոգներից մեկում կտեսնեք կամ մի օր կնկարեմ Ինչևէ, երեխայի հետ կապված ինֆորմացիան կամ ինչ-որ կադրեր հավանաբար կլինեն հաջորդ վլոգում, իսկ այստեղ արդեն կտեսնեք վերջին կադրերը, որոնք ես արել եմ հիվանդանոց գնալուց առաջ։ Առայժմ տուն վերադառնալուց հետո դեռ ոչինչ չեմ նկարել, քանի որ անկուն գիշերներից ու հոգնատանջ ցերեկներից բացի մեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, բայց երևի թե այս վլոգը տեղադրելուց հետո կսկսեմ արդեն քիչ-քիչ ինչ-որ բաներ ցերեկները նկարել։ Ձեզ բարի դիտում։ Լավ է։ Ես էլ այսօրվա իմ առևտուրը IKEA-ից արդեն տեսակ ինչ-որ վերցրեցի, ընթացքում ցույց էի տալիս, ոչ մի երևելի բան չկա, որպես այդպիսին, երևի մեծ գնումը ստեղից այս թավանա, որը վաղուց ես ու Տիկոն խնդրում էինք մի հատ նորմալ մեծ տեղին թավա էինք ուզում գնել, գիգանտա, լավ մեծ է, այս երբ որ հյուրեր ունենանք պետք լինի, թեկուզ ամեն օր ինչ-որ բան, որ շատ ես ուզում պատրաստել, կամ որ սենց լրիվ ամեն ինչ իրար վրա լցված չլինի ու այս գները չեմ հիշում ճիշտն ասած կարծեմ 35 եվրո էր թավան կամ 40 plus երևի մի 10 քանիս կափարիչը չգիտեմ այս մեկը ավելի մատչելի էր 10 քանի եվրո էր ոնց որ երկուսը միասին ես էլ ամենօրյա մեր առավոտյան ես սիրում եմ ինչ-որ շատ փոքրիկ նախաճաշ սարքել իմ ու Գայուշի կամ միայն իմ կամ միայն իմ համար ինձ թվում է հարմար կլինի Սենց բաները չեմ սիրում շատ ունենալ, ես ունենամ մի հատ լավ թավա ու մի հատ լավ կացա, ինձ լրիվ հերիքա, կացա ունեի, հետս բերել էի, բայց թավան դեն էին էդ էլ տեղափոխվելուց առաջ, հետո մի հատ էլ գնել էի թավա, բայց ոչ սենց որակի, են որ ամբողջը ինքը այս գույնի է ու այդ որակի մեջ, բայց այդքան էլ չհավանեցի այդ թավան, ավելի ճիշտ ոչ միշտ է ստացվում իր լեզուն հասկանալ, մի խոսքով այս մեկը ինձ թվում ավելի հարմար կլինի, սա եմ վերցրել տուալետի համար, այս չէի հիշում տեղափոխվելուց իմը դեն էին էդել, թե հետս բերել էի, այսպիսի վարակույր լոգարանի համար, իր հետ ես ուղակները պլյուս են կախիչը, այս ամանի սրբիչները, սրանով հիմնականում աման չեմ սրբում, բայց լավ է կանաչիներ, բաներ չորացնելու համար, սպանախ, այս բեբեի համար փոքրիկ բարձ, չեղածի հաշիվը, այդել բարձ է, այս Գայուշը իրեն վերցրեց դպրոցի համար, չգիտեմ էլ լավ որակ են, թե չէ, ես չէի ուզում, բայց ինքը պնդեց, որովհետև դպրոցի համար ավելի լավ է գնել մի տուփ լավ որակի ֆլոմաստերներ, քանի որ 1-2 շաբաթ հետո գալիս է ասում են չի աշխատում, պետք է անընդհատ փոխել, ավելի լավ է գնել մի հատ լավը ու գոնե մի քանի ամիս օգտագործել, հիմա սա կտեսնենք որակով էր, թե չէ։ Այս իմ շատ սիրելի սև ափսեները, որոնք ես ամենաշատն եմ օգտագործում, 4-4 էր վաճառվում, հատով գնել հնարավոր չէր, չնայած լավ է, որովհետև առաջ 4-4 էլ չէին վաճառում։ Այս մյուսները ի տարբերություն սրանք ամենամատչելի այդ սպասքն են IKEA-ի երևի, ինձ թվում էր, որ ամեն մեկից դեպ գուցե 1-2 հատ կոտրված կամ ինչ-որ թռած լինի, հիշում էի, որ դեն եմ նետել մի քանի հատ։ Դենց աչքաչափով վերցրեցի, որ լրացնեմ։ Այս սինիները շատ մատչելի ու շատ հարմար խմորեղենների բանի համար պետք է գալիս ինձ անընդհատ։ Սրանք կախիչներն են, այսօր պլանավորում եմ պատուհանները արդեն լվանալ ու սրանցով վարակույրները արդեն լվացել եմ, արդուկել եմ, են տաննա, չէի կարող հետս տենց կախած բերել, այնպես որ չմրդվեր, սրանք էլ այդ կողքի Սամաքլեյուշի այն փոքրիկ բաներն են, սրանք կպոկենք, որ մեր ուզած չափով կպցնենք ու կախենք, վերջ։
Սենց թվում է, թե մանր են, բայց սրանցից չգիտեմ, ամեն մեկը երևի 2-3-4 եվրո արժի մի տուփը, նույնը սրանք 2-3 եվրո, ու դե քանի որ շատ էր պետք, արդյունքում այս ամեն ինչը կազմեց մոտավոր մի 170 եվրո, բայց իրականում որ ցած նայում ես, ոչ մի բան չկա էլ երևելի։ Այս ամաններն էլ սրանցից ունեմ պահարանի մեջ, հարմար է ինչ-որ կարիշի մանր, նասկի, մասկի, համեմունքներ, լոգարանի, ինչ-որ ամենատարբեր զապաս բաներ, որ դարակում ավելի կոկիկ լինի։ Այս էլ դրանց համար։ Վերջ, այսքան բան էինք առել Ikea-ից, հիմա դասավորեմ, քանի որ դարակներս արդեն մաքուր են, կարող եմ հանգիստ ամեն ինչ իր տեղը դնել ու շարունակեմ։ Հիմա պիտի անցնեմ արդեն խոհանոցը մաքրեմ, որովհետև առաքում ունենք, շուտով կստանանք, տեսեք ինձ խառը վիճակը, այսօր արդեն, քանի որ դարակները մաքուր են, արդեն ստեղ ամեն ինչ մաքուր է, կարող եմ սրանք դասավորել հանգիստ ու արդեն ցած վերջնական մի հատ վրայից մաքրել այս փայտի կտորի պատճառով իմ լվացքի մեքենան չմտավ այդտեղ, ստիպված իմը վաճառեցի ու հիմա պատվիրել եմ կբերեն ցույց կտամ մի հատ մինի փոքրիկ լվացքի մեքենա պլյուս այդ լիտան էլ կոտրված էր, դա էլ ենք նորը վերցրել հիմա պիտի որ մոտակա մի քանի ժամվա մեջ առաքեն դերեն անպայման ցույց կտամ ես ու Գայոշը իջել ենք ընդմիջում առնելու ինչպես միշտ չեմ կարա շատ խոսամ քանի որ կալենները արդեն գալիս են այս ընթացքում առաջին պատվերը արդեն եկավ չնայած սրան չէինք սպասում այսօր բայց առաջինը սա եկավ ամսվա վերջ պիտի գար մահճակալն է Գայուշի ինքը ուզում էր 2 հարկանի մենք էլ գցեցինք բռնեցինք որ եթե 2 հարկանի գոնե վերցնենք այնպիսի տարբերակ որ ներքևի հարկը ոտքեր չունենա հենց գետնի վրա լինի առաջին հարկը որ երեխան մի քանի ամսից կարողանա քնի այնտեղ ու անվտանգ լինի բացի նրանից որ ճաղերով է առաջին հարկը նաև գետնի վրա է ընկնելու վտանգ չկա էլի ոնց տեսնում եք սենց նորից մանր կտորներով ահագին գործ կանելու այս երեկոյան երևի տիկոն կհավաքի գուցե նաև երեխայի մահճակալը գա փոքրիկ մի հատ նախնական վերցրել ենք առաջին մի քանի ամսվա համար հետո արդեն սրա առաջին հարկում կկարողանա քնել այս էլ մեր մնացած պատվերները վերջապես հասան այս էլ մեր նոր պլիտան որը ավելի լավն է, որովհետև անդուկցիոն է, քան նախորդը, որ մենք ունեինք մյուս տանը, որովհետև այն ուղղակի սովորական հոսանքով պլիտա էր։ Եվ մեր մինի փոքրիկ լվացքի մեքենան, չեմ հիշում ասեցի թե չէ, բայց իմը չմտավ այստեղ 5 կիլոգրամ է մաքսիմում տեղավորվելու, ոնց որ խաղալիք լինի, ավելի շատ քան իսկական լվացքի մեքենա։ Բայց միշտ այդպես է ստանդարտից դուրս ապրանքները ավելի թանկ արժեն։ Սրա համար 600 եվրո ենք վճարել այս փոքրիկի։ Ու հիմա դուխովկան էլ դնենք, ցույց կտամ։ Այս նույն ֆիրմայից վերցրեցի կարծեմ։ Տանը գործերը ավարտելուց հետո եկանք էլի բազմոցի հետևից տեսնենք այսօր մեզ բախտը կժպտա, թե չի անցած շաբաթ եկանք երկու խանութ մտանք, ոչ մի բան էլ չգտանք Չնգա? Խապեց? Բախնեց վերեց Թե ինչքան է ես ապարատները մեզ կապել Ինչ է մաքուր է Համակուր Ուզում էինք մտնել կոնֆորամա, բայց միամիտ տեսանք, որ այստեղ պոլտխոնե սոֆա կա Մտնենք ստեղ հետո կգնանք Այնտեղ մի հատ հարմար տարբերակ կար, համեմատած Հետ եկանք կոնֆորամա Չնայած անցած շաբաթ ստեղ նայել էինք Բան չէին գտել, բայց ամեն դեպքում
Հատ էլ մեր բախտը փորձենք։ Ճղված։ Նո բան չկա։ Նացինք։ Կոլսի մատրասը գտանք։ Այսօր երևի մարճակալը կհավաքենք։ Հասանք բյուտ։ Ստեղ անցած շաբաթ երկու բան հավանել էինք, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք։ Հիմա երևի ուզած մի բան պետքա որոշենք, որովհետև էլ դժվար թե ես կարողանամ գալ խանութ մյուս շաբաթ։ Ստեղ ավելի հարմար տարբերակներ կան, քան Կոնֆողանայում։ Անցած շաբաթ ես հավանել էի այս տարբերակը, որ կապույտ է երևում, բայց իրականում շատ բաց, իբր մոխրագույն է։ Ինքը վերածվում է մատրասով մահճակալի։ Ես դա էի հավանել, Տիկոն էլ ստեղ մի հատ ուրիշ։ Այն էլ էի հավանել ես կրեմվին, ես չեմ հիշում։ Տիկոն էլ ես մեկն է հավանում։ Չգիտեմ, հիմա մի հատ էլ երևի կնայենք ու ընդհանուր հայտարարի կգանք։ Այս էլ հավանեցինք, բայց սա մի քիչ շատ մեծ է մեր տարածքի համար, չի տեղավորվում ոչ մի կերպ։ Այս հետաքրքիր տարբերակավատը չի, բայց այս կտորը չի հավանում Տիկոն։ Հիմա շատ են բազմոցները այս մատերիալից։ Սրա միակ խանգարող հանգամանքը գույնն է, որի հետ չենք կարողանում հաշտվել ոչ մի կերպ ու այլ գույն ընտրելու հնարավորություն էլ չկա։ Մոտիկից սենց մոխրագույն է երևում, բայց իրականում ավելի շատ կանաչակապտագույն է։ Եկել այս մեկը վատը չի։ Սենց բացվում է երկուսն էլ, քնելու համար եթե պետք լինի։ Ես ենք ուզում, բայց պարին է խանգարում, պարը ընգնում է ստեղ, կամ պետք է վերցնենք, դնենք ու այդ պարը չօգտագործենք, կամ հակառակ կողմով փորձենք դնենք, չգիտեմ, մտածում ենք դեռ։ Մի քանի ժամ բյուտում տառապելուց հետո մի հատ էլ որոշեցինք գանք Maison du Monde, տեսնենք ստեղ ինչ կա, ընթացքում համել կմտածենք։ Ոչ մի հետաքրքիր բան։ Ես մյուս մայթին էլ ենք տեսնում, ինչ-որ կահույքի խանութներ, անծանոթ, գնանք դրանք էլ նայենք։ Այս XXL է, մեծ տների բաները, ստավես դժվար մեր համար իրան գտնենք։ Եվ վերջին խանութը, այլ բան չկար։ Այս մեկը պուծուր է։ Վերջը կանգարանք ես տարբերակի վրա։ Այս խալիով, այս էլ նվեր են տալիս։ Աջավ։ Գնացինք, չեմ հավատում։ Վերջ բազմոցն էլ հասավ տուն, այսինքն խառը վիճակա ու քանի որ արդեն երեկոյան ժամը 8-ն է մոտավորապես գնում ենք քնենք վերջին անգամ են տանը ու վաղ առավոտյան արդեն կտեղափոխվենք այստեղ ամեն ինչ կհավաքենք, կդասավորենք, այսօր հասցրեցի պատուհանները լվանալ այս կողմի, մնաց այս ու սենյակինը, այդ էլ վաղը ես կմաքրեմ, Տիկոն էլ այս կահույքը կհավաքի ու վերջ երեկոյան արդեն այստեղ կքնենք։ Day 2 Մեզ մոտորը Կիրակի է ու քանի որ այսօր տեղափոխվում ենք, առավոտ շուտ եկել ենք առևտուր անենք ուտան համար, նոր գնանք մի անգամից։
Դեղց իհարկե, հետո կհամխեի ձերի կվերցնեմ, սիտրոն, բանան, հաց, նոր հացա, վիդելում որը շատ համոգա, նարոտ, համեմունքներ, շոպես, բծույը, սովորական, սրբ աղբեղ, չկա? Առանց սրա ես կյանք չունեմ, նապես սովորական սրբ, առաջվա սրբ աղբեղը ավելի լավն է դիտելի, ես մեկը լավը չի, բայց ես չկա Սեզոնին դերձը շատ չի լինում Էլի դերձ Բանյա Մոմոկ կրտան Դորեր Մանդարինկա Սուկ Սկանարիվեր Հանաշիներ Բարոն Նորիկ Չկոտես Աղբերներ Որ սոված է վերջին կանգարը կյախվող մի քանի բան է մնացել Կարիշի դպրոցի պարագաները պիտի առնենք ժամանակ էլ չունենք մի 20 րոպեից խանութը փակվում է արդեն Կարիշի գրենական պիտույքներից էլ ինչ կար պակաս պռատ վերցրեցինք շատ արագ որովհետև խանութի փակվելուն մնացել էր ընդամենը մի 25 րոպե մի քանի կիսատ պռատ բաներ էլ մսեր են Եկանք տուն Հացուտենի բանության գործի Վերջապես լոգարանի դարակներ եկավ Վերջին պատվերներ, որին սպասում էինք Եվ վլոգի ամենավերջում, արդեն իրական ժամանակով, եկեք ձեզ ցույց տամ իմ պատվերները ու այսքանով avարտենք, մինչև այս տեսած կադրերը արվել էին մի 3 շաբաթ առաջ, երեխայի ծնվելուց առաջ, իսկ հիմա մենք արդեն տանն ենք, այսօր կամ վաղը կվերջացնեմ մոնտաժը ու կտեղադրեմ վիդեոն, քանի որ մենք հիվանդանոցից դուրս գրվեցինք օգոստոսի 31-ին, իսկ Կարիշի ծնունդը սեպտեմբերի 1-ին է, այս տարի չհասցրեցինք ոչինչ անել, վիճակի էլ չէի ես, հիվանդանոցում 3 օր չքնելուց հետո, դրա համար ծնունդը Կարիշը որոշել է նշի ընկերուհիների հետ տանը, շաբաթ օրը, այստեղ տեսնում եք sense տարօրինակ վախենալու սկիլետի թեմայով տարբեր բաներ, Կարիշը խենթանում է պիրատներին հայրենին չէին, ծովահենների համար այս թեմատիկայի ու ամեն ինչ ուզել է այդ թեմայով, որպեսզի իր երեկույթը լինի այս թեմայով, սրանք փուչիկից սենց թրեր են, ամեն մեկին վերցրել եմ մի հատ, սենց ուզում եմ, որ վախենալու ձևով ինչ-որ տունը դեկորացիա անենք, էլ ինչ եմ, սենց սարդոստայնը այս իբր, էլ ինչ կա, այս մեծ դրոշա, շատ ասիրում ինքը ծովահենների կինոն, այդ երաժշտությունը ու այսինչ բղներ ուզել, հիմա ուրբաթ օրը գիշերը տունը կզարդարեմ, այսինչ իբր փողեր են, այս հեռադիտակները իրականում մեծ հեռադիտակներ էին երևում ֆոտոյի մեջ, բայց փաստորից մինի բաներ են ու այս փոքրիկ գանձերի համար նախատեսված
տուփերը խաղ կկազմակերպեմ, այս կոպեկները կլցնեմ, այստեղ էլ ինչ-որ բան կար լցնելու, ինչպես ադամանդի նման քարեր էին սրանք, փոքրիկ նվերներ, ինչ-որ բաներ ու խաղ կկազմակերպեմ, որ իրան գնան ու այս արկղերը գտնեն։ Այսքան ներկայացի ծնունդի համար, իհարկե մի հատ էլ խանութ պիտի գնամ, որ պակաս պրատ ինչ-որ բաներ առնեմ, քաղցրավենիքներ, բաներ, այս ինչ-որ, ու ես եմ վերցրել, որ էլի խաղ կազմակերպեմ, բաժակներ սենց կշարենք, որ կրակեն ու մի երկու ուրիշ բանել։ Այստեղ էլ ես մնացածը վերաբերում արդեն տանը ու մեզ, այստեղ երկու հատ սենց սիրունիկ աբադոկ, այսպիսի հարմարանք, սրանից մի քանի հատ էի վերցրել, արդեն տեղավորեցի մնացածը, հետևի մասը սենց գրինկորի նման է, որ ջրակայուն է, ու այս մասը սենց սրբիչի նման, այս երեխայի պամպերսը փոխելու համար, որ տակը փռվի, այս կալյասկայի վրայից կախելու համար է, որ վրայից ինչ-որ պայուսակ կամ բան, սա էլի սայլակի համար է, որ ամրանը եթե դուրս կանք ինչ-որ տեղ, մոծակները չգզեն երեխային, այս խարտոցա, տարբեր գլխիկներ կան այստեղ, երեխայի եղունները խարտելու համար, որովհետև մի քիչ վախենալու է այսքան փոքր մկրատով կտրելը, այս տիկոյի համար է, մի քանի հատ վերցրել էի, մնացածը արդեն տվեցի, փողերը, սենց շպիլկայա փողերի համար նախատեսված, թղթադրամների համար, այսպիսի պաշտպանիչ սենց բաներ, պատուհանների, բռնակներին ու դռներին ամրացնելու համար, որ բացելուց չգնա խփի պատին, և սա տուալետում դնելու համար ու սենց այս հատվածում թղթերը հագցնելու համար ու ընդեղից էլ կախելու, որովհետև ինչ-որ հարմար բան չկա այս տանը, մեկ էլ սրանից էի նոր վերցրել, բայց ուր է, տեսա, այս այնքան հարմար է, երևի մնացել է տոպրակի մեջ, չէ, այստեղ ինչ-որ տեղ է, հեսա հազիվ գտա խառնվելեր են իրերի հետ, որ կաշվիցը գտնեմ մի հատ, անպայման կառնեմ մեծ սիրով, որովհետև շատ հարմար է, բայց ոնց որ սրա որակը ավելի լավն էր, թե մեջը սրա երևի ինչ-որ քարտեր գումարներ կա, ամուր է թվում, այս մեկը մեկից սենց, ամեն դեպքում հարմար է շատ, համ քարտերի համար, համ կոպեկների, համ մանր փողերի, ամենօրյա ես չեմ սիրում տենց, հատկապես որ մեծ պայուսակներ էլ չեմ բռնում, ինձ հարմար չի տենց մեծ դրամապանակներ, սրանք շատ հարմար է, ուղղակի կաշվի չեմ գտնում հենց այս ստիլի մեջ, որ մի բան վերցնեմ, երկար օգտագործեմ, չնայած այս ահագին ժամանակա, որ օգտագործում եմ, բայց արդեն հալից ընկել է մի քիչ, դրա համար որոշեցի թարմացնեմ։ Վերջ, այսքանն էին իմ պատվերները, ես գնամ ամեն ինչ դասավորեմ, ձեզ էլ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, կհանդիպենք հաջորդ վլոգում։